Հայաստանում մարտի 8-ից ապրիլի 7-ը համարվում է կանանց միամսյակ։ Մարտի 8-ը կանանց միջազգային օրն է, իսկ ապրիլի 7-ը հայ առաքելական եկեղեցու տոնացույցի Սուրբ Աստվածածնի ավետման օրն է եւ նշվում է որպես մայրության եւ գեղեցկության տոն։ Ըստ հոգեբանների կանայք հաճախ առանձնացնում են իրենց հասկացող զուգընկեր, ամուր ընտանիք ունենալու, կարիերայում հաջողության հասնելու, անհանգստություն չունենալու եւ շատ ճամփորդելու ցանկությունները։ Կանայք ցանկանում են իրենց ընդունել այնպիսին, ինչպիսին կան, եւ չլինել, այսպես ասած, ամենագեղեցիկը լինելու մրցավազքի գերին։ Armenia Today-ի նկարահանող խումբը Երևանի փողոցներում աղջիկներին ու կանանց հարցրել է, թե ինչ է իրենց համար կանացի երջանկությունը, ինչի մասին են երազում եւ ինչն է նրանց մեծ վստահություն տալիս։ Կանացի երջանկությունը դա լավ ընտանիք ունենալն է, լավ երեխաներ, որոնց կարողանում ես դաստիարակել որպես լավ քաղաքացի, շրջապատում հարգված լինել, ունենալ լավ աշխատանք, իհարկե ես միշտ այն կարծիքն ունեմ, որ կինը պետք է նաև աշխատի։ Եվ այդ համատեղումը, եթե կարողանում ես դու համահունչ անել, ուրեմն երջանիկ ես։ Եվ իհարկե սիրված լինելը, սիրել եւ սիրված լինելը դա առաջի գործոնն է, որ ուժ եւ եռանդ է տալիս, որ կինը շարունակի եւ ընտանիքում եւ աշխատավայրում լինի մինչեւ վերջ կարողանա իր աշխատանքը բարեցես չկատարի։ Եվ իհարկե տրամադրությամբ խաղաղություն, առողջություն եւ իհարկե հարազատների անփորձանք լինելու հանգամանքը։ Եվ միշտ ուզում եմ, որ երեխաները լինեն իրենց ծնողների կողքին։ Ոչ թե միասին ապրելու մասին եմ խոսում։ Նույն բնակավայրում։ Ինձ համար կանացի երջանկությունը դա իմ բալիկն է, իմ մասնագիտական վերելքները, իմ ընտանեկան կարգավիճակը ու մշտապես հոգեպես բավարարված ու երջանիկ զգալը։ Երջանկություն, երբ որ շրջապատես ես քեզ հարազատ անձանցով։ Ես գտնում եմ դա հայրենիքը։ Ժպտացող աչքեր ու պայծառ երես, այդքան բան։ Կայացած լինելը ամենակարևորը։ Ինքնավստահ, կայացած։ Ու եթե հնարավոր է կողքին իրոք տղամարդ լինի նորմալ։ Եթե ամեն ինչը նորմալ ալնում, շատ երջանիկ ես լինում։ Ազատության գրավական։ Առողջությունը։ Любовь, семья. Самое главное, наверное, семья. Երբ ընտանիքդ խաղաղ է, աշխատանքդ սիրում ես, ընտանիքդ սիրում ես, հայրենիքդ խաղաղ է։ Կանացի լինելը ընդհանրապես երջանկություն է արդեն, կին լինելը։ Խորը թեմա է մի քիչ, բայց երբ դու գիտես ինչ ես ուզում քեզանից, քո կյանքից, քո ընտանիքից, սիրել ու սիրված լինել։ Երջանկությունը կանանցի է դա, որ ընտանիքը նորմալ լինի, նորմալ տղամարդու մոտ լինես ու ապրես նորմալ ձևով, որպես նորմալ ընտանիք։ Ուրիշ ոչ մի բան ես կյանքում պետք չի։ Գումարը կլինի, աշխատանքը լիքն է փառք Աստծո, կարաս աշխատես, պրոստը իրար հետ իրար հասկանաք, իրար հետ երջանիկ լինեք, ես կյանքում այդ ամենակ պետք։ Ինչի մասին եք երազում։ Երազում եմ աշխարհի ամենաուժեղ ատրակցիոնները նստեմ։ Երազում եմ խաղաղություն լինի։ Աշխարհին մեր երիտասարդները չզոհին։ Առաջինը երևի թե խաղաղություն, հետո առողջություն, հետո համերաշխություն, հետո սեր, հետո հավատ, հետո լիքը բաներ։ Երազանքս մեկն է, որ ծառայեմ Հայաստանի Հանրապետությանը, Պաշտպանության նախարարությունը։ Որնիկ ունենամ։ 4-5 հատ ունեմ, էլ եմ ուզում ունենամ։ В первую очередь, все, что касается с семьей, чтобы дети были счастливы во взрослой жизни. Ну, только так. Խաղաղություն մեր երկրին, երեխաներիս լավ ապագա, մեր ազգին լավ ապագա։ Զարգանալը։ Իմ երազանքը իմ ընտանիքն է, որ նորմալ լինենք, ուրիշ ոչ մի նպատակ չունեմ, երազանք չունեմ դեռ։ Չեմ բարձրաձայնի։ Ինչն է ձեզ վստահություն տալիս։ Իմ գոհնակ պացիենտները, իմ ընտանիքը եւ իմ ուսումը։ Հավատը ու սերը։ Ապրելը, իշխանությունը, բարձր աշխատավարձը, որը դեռ չկա։ Երազանքներ շատ ունեմ։ Ես անընդհատ երազանքներ ունեմ։ Հնարավոր է առանց երազելու ապրել։ Հնարավոր է, բայց եթե չես երազում իմ կարծիքով, գնում է հակառակ process,
փլուզում, այսպես ասած։ Եթե չկա նպատակ, կա ուրեմն փլուզում։ Երևի թե գնահատված լինելը ամենաշատը։